Ողջույն, այսօր իմ տաղավար եմ հրավիրել մանկավարժ ամերիկյան համալսարանի դասախոս Միմի Զարոկյանին։ Իսկ մինչ մեր զրույցի սկսելը բաժանորդագրվեք Սաբոտաժի YouTube-յան ալիքին և թողեք մեկնաբանություններ մեկնաբանությունների դաշտում։ Ողջույն Միմի ջան, ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, որ եկաք Սաբոտաժին հյուր եւ ուզում եմ այսօր զրուցենք այն մթնոլորտի եւ այն մանկական աշխարհի մասին, որի մեջ եք դուք ապրում եւ որի ընտրությունն եք արել, բայց մինչ այդ սկսենք ձեզնից։ Ես գիտեմ, որ դուք ծնվել եք Թեհրանում եւ այնուհետեւ տեղափոխվել եք Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ երկար տարիներ ապրել եք այնտեղ։ Եվ ինչպես պատահեց, որ հանգրվանեցիք Հայաստան, ձեր հայրենիքը, ինչի համար ես շատ ուրախ եմ, ինչպես ստացվեց, որ այժմ ապրում եք Հայաստանում եւ կարծես թե արդեն վերջնական։ Այո, նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ պիտի ներողություն խնդրեմ, եթե իմ հայերենս ձեր նման սահուն չի, փորձում եմ լավագույնս։ Բայց միշտ հաճելի մեր ականջներին, շատ հաճելի է լսել ձեզ միշտ։ Շնորհակալություն։ Ինչպես ասեցիք, ծնվել եմ Թեհրանում, Պարսկաստան, 7 տարեկանում ընտանիքս տեղափոխվել է Ամերիկա, այնտեղ դպրոց եմ գնաց, մեծացել, համալսարան ավարտել, դասավանդել, երևի մոտ 35 տարի։ Որտեղ եք դասավանդել։ Հանրային դպրոցում, public schools, Burbank school district, եւ մեր դպրոցը ուներ ամենաշատ հայ աշակերտը, քանի որ Գլենդելի կից քաղաք է, եւ շատ մոտ են իրար գտնվում։ Եվ Գլենդելը, որ արդեն բավականին լցվել էր, տեղ չկար, բնակարաններ, բաներ դժվար էին գտնվում։ Ցավոք հիմա կարծեմ հայկական դպրոցը այրվեց վերջին հրդեհներից։ Այո, դա Փասադենայում էր։ Այո, Փասադենայի դպրոցը ամբողջովին կարծեմ։ Այո, լրիվ այրվել է, բայց ունենք հայոց դպրոցներ, հայկական դպրոցներ հենց Գլենդելում։ Ամենայն դեպս դպրոցում, որ ես դասավանդում էի, ամենաշատ հայ աշակերտը ուներ։ Մի պահին մոտ 1/4 մեր աշակերտության հայ էի։ Դե բնականաբար հայերը գալիս էին իմ դասարանը, քանի որ ես հայերեն խոսում էի։ Բայց չշեղվեմ։ Եվ 1996 թվին աղջիկս եկա որպես կամավոր Հայաստան, երկիր եւ մշակույթ կազմակերպության հետ, որ կամավորականների խումբեր, որոնք կարծեմ աշխատում էին Հայաստանի գյուղերում, եկեղեցում, այո, եկեղեցիները վերականգնելու, այո, եւ ինքը գնաց Գոգարան գյուղը, որ Սպիտակի կից կողքի գյուղն է, հաջորդ տարին Սաղմոսավանք եւ այլն բան։ Մենք էլ 97 թվին եկանք, որ տեսնենք մեր երեխեքը ինչ են անում, առաջի անգամն էր, եւ ամեն տարի մենք վերադարձել ենք 97 թվից, քանի որ տարվա ընթացքին աշխատում էինք, ամառներն էր մնում մեզ, գալիս էինք Հայաստան։ Ամեն տարի եկել ենք Հայաստան 21 օրով, որովհետև այն ժամանակ վիզան 21 օր էր միայն, չէինք կարող ավել մնայինք։ Ապաս 2002 թվին մահացավ մամաս եւ մորաքույրս եկան Հայաստան, առաջի անգամ շատ սիրեցին 21 օրվա մեջ լրիվ Հայաստանը շրջեցին, բնակարան առան։ Հաջորդ տարին մամաս 80 տարեկանում տեղափոխվավ Հայաստան եւ մորաքույրս եւ մյուս մորաքույրս։ Եվ ես միայնակ զավակ, այնտեղ մնացի երկու երեխաներով։ Բայց շատ ուրախ էի եւ այնպես պատահեց, որ 2013 թվին անցա թոշակի, եկամ ամուսնուս եւ մամայիս մոտ ու պատահական տեղ բացվեց ամերիկյան համալսարանում, դիմեցի եւ այնպես ստացվեց, որ ընդունվեցի եւ
Եվ առ այսօր դասավանդում եք։ Այո։ Դուք դասավանդում եք children's literature, մանկական գրականություն առարկան։ Այո։ Ուսանողներին։ Այո։ Որ կուրսերն են, որ անցնում են այս առարկան, առաջին, երկրորդ կամ նույնիսկ վերջին կուրսերը, որ կուրսերում է, որ անցնում են այս առարկան։ Ճիշտ ասած, առաջ որ սկսեցի դասավանդել, միայն 3-րդ եւ 4-րդ կուրսերի համար էր։ Այո։ Բայց հիմա ոնց որ արդեն բացել են, որ երկրորդ կուրսի ուսանող էլ կարող է դիմի եւ ունեմ երկրորդ կուրսի, բայց ընդհանրապես 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողներ են։ Միմի ինչ կարևորություն ունի այս առարկան ուսանողների համար, այսինքն ինչու է հենց մանկական գրականություն առարկան ուսանողների համար կարևոր եւ որ ուղղություն ընտրած ուսանողներն են այս առարկան անցնում ամերիկյան համալսարանում։ Ընդհանրապես այն ուսանողները, որ հումանիտար, այո, այո, հումանիտար բան առարկաներն են ընտրել, այո, դրանց մասնակազմում ընտրովի առարկա եւ հետաքրքրողներ շատ կան, օրինակ 20 աշակերտ ուսանող կա դասարանում եւ բոլորն էլ շատ սիրով եւ եռանդով գալիս են դասի։ Ես բախտ եմ ունեցել ներկա գտնվել որպես հյուր եւ տեսնել այդ վառվռուն աչքերը, իսկապես ես զարմացած էի, որ ուսանողները այդքան հետաքրքրությամբ լսում են գրքի ստեղծման ամբողջ գործընթացը, գրքի ստեղծման պատմությունը եւ իսկապես շատ ոգեշնչող է, որ մենք հետագայում կունենանք մանկագիրներ, որոնք շատ պրոֆեսիոնալ կերպով, պրոֆեսիոնալ ձևով անցել են այս բոլոր կրթական, ուրեմն գիտելիքները ստացել են եւ կարող են լավ մանկագիրներ դառնալ։ Միմի, իսկ ինչու եք ընտրություն կատարել մանկական գրականություն եւ աշխատանք երեխաների հետ։ Ճիշտ ասած, երբեք չեմ շոշափել ուրիշ ուղղություն։ Միշտ իմացել եմ սրտումս, որ ուզում եմ դասարանում լինեմ, դասավանդել եմ, դասարանից դուրս եմ գնացել որպես administrator, principal եւ այլն, բայց չեմ սիրել ճիշտ ասած, եւ ամեն օր լացելով տուն եմ եկել, ամուսինս ասելա, որ պետք չի։ Եվ վերադարձել եմ, գիտեք, գումարը կյանքի մեջ այդքան կարևոր չի։ Եթե դու ուրախ ես, եթե սիրելի է աշխատանքը։ Այո, եթե քո աշխատանքը չես սիրում, ինչքան էլ բարձր գումար ստանաս, ինչքան ստաժը բարձր լինի ստատուս, չի արժում, որտեղ կյանքը շատ կարճ է եւ արագ է անցնում։ Եվ արժե, որ այն երջանիկ ապրես, եւ դրա մեծ մաս կազմում է աշխատանքը, գործը, որը դու անում ես։ 100%, այո։ Միմի, կպատմեք, երբ որ դասընթացները անց եք կացնում, դասավանդման ամբողջ կուրսը ինչ է ներառում իր մեջ, պատմություն գրել, թե նկարազարդման ամբողջ գործընթացը եւս ներառված է, այսինքն գրաֆիկական աշխատանքները եւս ուսանողները սովորում են, թե միայն պատմություն գրելու հմտություններ։ Միայն պատմություն գրելը չի, լրիվ փաթեթ է։ Գիրքը ստեղծելու, ինչպես է ծնվում գիրքը։ Այո, բայց մենք սկսում ենք հեքիաթներից, անցյալից եւ սովորում ենք, որ անցյալը ինչպես է մեզ տվել այդ հեքիաթները եւ այդ հեքիաթները ինչպես են փոխվել դարերի ընթացքին։ Ճիշտ ասած, մանկական գրականությունը որպես մանկական գրականություն շատ նոր ֆենոմենա է։ Ինչ առումով։ Այսինքն հատուկ մանուկի համար գիրք գրելը մոտավորապես երևի վերջի 70-75 տարվա ընթացքին է ստեղծվել։ Այսինքն մինչ այդ ստեղծվել են հեքիաթներ, որոնք երեխաների համար չէին նախատեսված, դրանք մեծահասակների համար էին։ Կխոսեք մի փոքր այս մասին։ Կամ ընդհանուր ընթերցողների համար, հա, ոչ տարիքային սահմաններ չկային, այսինքն դրանք պատմություններ էին բոլորի համար։ Բոլորի համար։ Իսկ մի երևի 70 տարի առաջ տարբեր հետազոտությունների վրա հիմնած, այո, սկսեցին անդրադառնալ, որ մանկական գրականություն, այսինքն այն գրականությունը, որ հատուկ
թիրախավորված է տարիքների մանով, օրինակ 3 տարեկանի համար տարբեր գիրք, այո, հա, քան թե 9 տարեկանի կամ 12 տարեկանի բարապաշարով, նախադասություններ կազմելով, դա նոր է ստեղծվել։ Եվ մենք լրիվ այդ ամենը անցնում ենք նաև նկարազարդումը եւ հետո իրանց վերջի պրոժեն, ուրեմն իրանք պիտի ստեղծեն մանկական գիրք, իրանց գրածը, եւ այնքան հետաքրքիր է, որ բոլորը, այսինքն իրանց մեջ ունեն այդ գիրքը արդեն կազմած, ուղղակի բանալի պետք ունեն մի հոգի բացի իրանց համար եւ իրանք չգիտեն իրանց տաղանդը, հնարավորությունները, բայց որ առիթ հատրվում իրանց այնպես բացահայտվում է այդ կարողությունը այդ ուսանողների մեջ։ Հիմա խոսում եք, որ ուսանողները սկսում են ստեղծագործել եւ բացահայտում են իրենց մեջ մի ասելիքի պաշար, որ կուտակված էր եւ առիթ էր պետք, որ իրենք դուրս հանեին այդ ամբողջ ասելիքը։ Կա մի այսպիսի գաղափար, որ ասում են փոքր երեխաներին ամեն ինչ պետք է ցույց տաք, թե նկարելը, թե ստեղծագործելը, թե գրելը, թե դերասանական խմբակներ տանելը, որովհետև մենք էլ չգիտենք նրանց ներսում որն է այն տաղանդավոր կորիզը, որ կարող է բացահայտվել, այսինքն պիտի փորձենք իսկապես երեխաներին ամեն ինչ ցույց տալ եւ հասկանալ որն էր այն սերմը, որ պիտի ցանենք, որը հետո պիտի ծաղիկ դառնա։ Մի կան այդպիսի ստանդարտներ, որոնք հստակ պետք է պահպանել, թե ցանկացած մարդ, որ իր ներսում պատմություն ունի, կարող է գրի առնել։ Ստանդարտներ կան, իհարկե այդ սերմը ամենի մեջ կարող է բացվի, հա, եւ կարող է ստեղծի, բայց օրինակ ասենք սահմաններ կան կամ ստանդարտներ կան, կարդացող 0-ից սկսենք, հա, փոքր երեխայից մինչև 2-3 տարեկան, օրինակ, կամ 3 տարեկանից 6 տարեկան, հա, տարբերագիրքը, տարբերագրվում, պատկերները տարբեր են, թեմաները տարբեր են, 6-ից 9-10 տարեկան նորից տարբերվում է, 10-ից 12 տարեկան հավելյալ տարբերություն ունի, մանկական գրականությունը ընդհանրապես մինչև 12 տարեկան է համարվում։ 12 տարեկանից հետո լինում է teen literature, դեռահասների, պատանիների համար նախատեսված արդեն գրականություն։ Դա արդեն մեր ծավալից դուրս է։ Հա, դե արդեն մանկական գրականություն չի համարվում։ Չի համարվում։ Օրինակ, եթե վերցնենք 0 նոր ծնվածից մինչև 2-3 տարեկան, իրանց գիրքերը կարող է նույնիսկ բառեր չունենան, տեքստ չունենա, ունենա միայն պատկերներ։ Եվ ընդհանրապես այդ գիրքերը շատ հաստ կազմված են, այսինքն իր կազմը համ կազմը շատ հաստ է լինում, համ իր էջերը, թերթիկները շատ հաստ են լինում, որ այդ փոքր մանուկը թերթելու ժամանակ օրինակ չպատրի, ավելի հեշտ է իր ուժուր փոքր մատիկներով թերթել էջը։ Բայց օրինակ մինչև 3 տարեկան կարող է ինչ որ մինչև ասենք 200 բառ լրիվ գրքի ընթացքում ունենալ։ Եվ բառերն էլ պիտի կարծես թե ինչ որ ստանդարտներ կան, ինչպիսի բառեր օգտագործել, ինչ բարդության կլինեն այդ բառերը, որ այդ տարիքի երեխան կարողանա ընկալել։ Իսկ ավելի փոքր տարիքի ձեր ասած 0-ից մինչև 2 տարեկան երեխաների համար գրքեր, որոնք չունեն տեքստ, հնարավոր է երեխան եւ ծնողը կարդալիս իրենք հորինեն պատմությունը, այսինքն տեքստը իրենք հորինեն համաձայն նկարազարդումների։ Սա եւս մի հետաքրքիր խաղ կարելի է անվանել, երբ ծնողը օրինակ ինքն է հորինում հեքիաթ եւ երեխան լսում է այդ հեքիաթը, ոչ թե հեղինակի հորինած հեքիաթը, այլ հենց իր մամայի, պապայի ստեղծած հեքիաթները։ Ուզում եի ավելացնել, որ նման գրքեր կան նաեւ մեծերի համար, որ բառեր չկա։ Եվ միայն պատկերներով դու հորինում ես այդ պատմությունը, հետևելով պատկերներին։ Եվ պարտադիր չի, որ
ծնողը պատմի երեխային, երբ որ միասին են կարդում, ծնողը կարող է ասի օրինակ ինչ ես կարծում կպատահի կամ պատահում է հերոսների հետ, այո, կամ տեսարանի հետ, կամ հաջորդը ինչ կլինի, հաջորդ քայլը, մյուս էջում ինչ կփնտրենք, ինչ կգտնենք, այդ գուշակելը, որ ինչ է լինելու, շատ կարևոր հմտություն է, որ պետք է սովորացնենք եւ շատ ժամանակ մոռանում ենք դա սովորացնել։ Սա մեզ հետագայում կյանքում շատ պետք է գալու։ Ինչ պարագաներում, ինչ դեպքերում կարող է այս հմտությունը հետագայում երեխային պետք գալ։ Ինչ զուգահեռներ կարող ենք անցկացնել այս խաղը խաղալիս, հետագայի համար ինչ ենք վարժեցնում երեխայի մոտ, ինչ հմտություններ։ Դե նախ գուշակելը շատ կարևոր հմտություն է, հա։ Այսինքն անալիտիկ հմտությունների համար սա կարող է հիմք հանդիսանալ։ Critical thinking, analytical thinking, որ հաջորդը ինչ է լինելու, նախապատրաստվել, հա, մտքի մեջ դասավորել, որ ինչեր է նախապես իմանաս ինչ է լինելու։ Դա միշտ կյանքի ընթացքում պետք է, ինձ թվում է, որ ամեն տարիքում։ Այսինքն գիրք կարդալը երեխայի համար միայն գրական պաշար, լեքսիկական պաշար չէ, որ կուտակում են երեխան։ Այսինքն երեխան հմտություններ է ձեռք բերում, որոնք հետագայում տարբեր իրավիճակներում երեխային կարող է պետք գալ։ Շատ առիթներ է տալիս երեխային զարգանալու համար։ Իր creative ստեղծագործ միտքը զարգացնելու եւ երևակայությունը զարգացնելու առիթ է տալիս, որ երեխան այդ պատմության հետ իր տեսլականը զարգացնի, այո, եւ երևակայական միտքը, այո, եւ նաեւ կերպարները պատմության մեջ առիթ է տալիս, որ այդ երեխան կապվի այդ կերպարների հետ եւ ինչ որ բան սովորի, օրինակ եթե պատմությունը քաջության մասին է կամ ընկերության մասին է կամ շատ տարբեր թեմաներ կան, չէ՞, կարդալու ընթացքին երեխան կապվում է այդ հերոսի հետ կամ այդ կերպարի հետ, դառնում է այդ կերպարը եւ սկսում է մտածել ոնց որ այդ կերպարը, այո, եւ կարող է նույնիսկ ինչ որ հենց փոքր ժամանակում այդ կերպարը ինչ որ կրակ վառի այդ երեխայի մեջ, որ հետագայում այդ երեխան մեծանա եւ հիշի եւ դառնա ինչ որ այդ կերպարը իրան առաջարկել է, ինչպես դրական, այնպես էլ երբեմն բացասական իմիջիայլոց։ Այո։ Ուրեմն մենք խոսեցինք 0-ից 3 տարեկան այդպես, հա, որ կարող է նույնիսկ տեքստ չունենա, բարեր չլինի էջերի վրա, միայն պատկերազարդ լինի, եւ օրինակ հետո 3 տարեկանից մինչև 6 տարեկան բառապաշարը գրքի ընդհանրապես 200-ից 400 բառ է։ Եվ գրողը պիտի արդեն ծանոթ լինի այդ տարիքի բառապաշարի հետ, որ իր բառապաշարից շատ դուրս բառեր չլինի այդ տեքստի մեջ, որովհետև երեխան կամ կդժվարանա կարդալ կամ էլ հասկանալ միտքը։ Հետո 6 տարեկանից 9 տարեկան ասենք, ավելի շատանում է, մինչև 1000 բառ դառնում, 10-ից 12 տարեկան արդեն երեխան կարդում է գիրք, որ գլուխներ, chapter-ներ ունի, եւ բառապաշարը հասնում է մոտավորապես 10000 բառի։ Եվ ոչ թե մենակ բառապաշարը, այլ նախադասությունների կառուցվածքը, այո, բարդությունը, այո, թեման ավելի խորն է շոշափվում եւ տարբեր ձևաներ կայացվում։ Դա ամեն ինչ գրողը պիտի իմանա եւ ըստ այնմ մատուցի երեխային։ Միմի հետազոտել եք հայաստանյան մանկագիրներին, հայաստանյան շուկան, մանկական գրականության, որոնք հայ հեղինակներն են ստեղծում, եւ ինչ եք կարծում, ինչ բացեր կան, որովհետեւ հիմա որ ձեզ լսում եմ, կարծես թե մեր հայաստանյան մանկագրության մեջ երբեք հաշվի
չի առնվել այս բոլոր ստանդարտները, որի մասին դուք խոսում եք։ Մանկագիրները, որքանով որ իմ գիտակից տարիքում հիշում եմ այն բոլոր գրքերը, որոնք ես կարդացել եմ հայ մանկագիրների, ոչ մի մանկագիր այս բոլոր ստանդարտները հաշվի չի առել եւ պատմությունները գրվել են պարզապես պատմություններ երեխաների համար։ Իսկ հիմա, երբ որ մենք շփվում ենք Հայաստանից դուրս եվրոպական, ամերիկյան շուկաների մանկական գրականության հետ, մենք այցելում ենք ցուցահանդեսներ եւ տեսնում ենք սիստեմավորված գրքերը եւ շարքերով, որտեղ հստակ ուրեմն այս բոլոր ձեր նշած ստանդարտները պահպանվում են, բառերի քանակը, բարդությունը, որ տարիքում երեխան արդեն այդ բառերը պետք է կարողանա ինքը ինքնուրույն արտասանի, որ բառերը ինքը պետք է լսի, որ ընկալի եւ արդեն հետագայում մինչեւ ձեր ասած 11-12 տարեկանը արդեն ինքը կարդա։ Երբ որ ես փոքր էի, հիշում եմ, որ մենք կարդում էինք գրքեր եւ նախադասության մեջ շատ ու շատ բառեր չէինք հասկանում։ Եվ մեզ բացատրում էին, որ ոչինչ որ չես հասկանում, միևնույնն է դա քո հետագա լեքսիկական բազայի համար, քո հետագա լեզվամտածողության համար իր հետքն է թողում։ Գուցե եւ այդպես է, բայց կարծում եմ մանկագիրները իսկապես գոնե շատ փոքր տարիքի երեխաների համար գիր գրելիս պետք է այս բոլոր ստանդարտները ունենան, եւ սա նշանակում է, որ պետք է կրթվեն։ Այսինքն մանկագիր լինելու համար պարզապես պատմություն փոքրիկի համար գրելու մեջ չէ անելիքը, պետք է հմտություններ սովորես եւ գրագետ մոտենաս մանկագրությանը եւ ահա այն առարկան է, որը դուք դասավանդում եք ամերիկյան համալսարանում, ես կարծում եմ հատուկ դասընթացներ է պետք մանկագիրների համար, որովհետեւ ոչ բոլորը հնարավորություն ունեն ամերիկյան համալսարանում ներկա գտնվել ձեր դասերին, մանկագիր դառնալու համար այս հմտությունները պետք է ունենալ եւ մեծ պատասխանատվություն է մանկագիր լինելը, երեխաների հետ գործ ունենալը, երեխաների հետ աշխատանք տանելը եւ թե նկարազարդողները, թե պատմություն գրողները պետք է այս բոլոր ստանդարտներին իսկապես տիրապետեն։ Ինչ է կարծում հայաստանյան շուկան հետազոտել եք եւ ինչ բացեր եք տեսնում այնտեղ։ Ինձ թվում է վերջի երևի 5 տարվա ընթացքին կամ 7 տարվա ընթացքին շատ բարելավ է։ Երևի գրողները ավելի ծանոթացել են տարբեր գրքերի հետ, տարբեր երկրների հրատարակությունների հետ եւ իրանք էլ որ գիրք են գրել եւ տարել են տարբեր ցուցահանդեսներին, որ հրատարակիչները առնեն իրանցից եւ թարգմանեն եւ այլն, երևի իրանք էլ այդ հրատարակիչներն էլ իրանց ասել են, որ օրինակ շատ բարդ ասա կամ պետք է ավելի պարզացնել լեզուն, որ հասկանալի դառնա, բարդացնեք, եթե ավելի բան թեմա է, պրիմիտիվ տեքստ է։ Այո։ Եվ այդ նշումների հետևանքով ինձ թվում է, որ բարելավել է մանկական գրականությունը։ Օրինակ ես կարող եմ ասեմ, որ մի քանի գրքեր ծնվել են հենց իմ դասարանից, եւ դրանցից երկուսը հրատարակել ենք մենք մեր հրատարակչությունում։ Այո, այո։ Եվ շատ հպարտ եմ, մենք դասարանում նաև խոսում ենք կարծրատիպերի մասին։ Կպատմեք մի փոքր, ինչ կարծրատիպեր են սրանք եւ ինչու են դրանք համարվում կարծրատիպեր։ Դե այդ կարծրատիպերը գալիս են հեքիաթներից։ Հեքիաթները, քանի որ մեծերի համար էին սկզբանե, այո, գրություն չկար, այո, բանավոր էին պատմում, չէ, այն ժամանակ հավաքվում էին գյուղի մեջ, քաղաքի մեջ եւ պատմաբան կար, այսինքն պատմող մի հոգի, որ շատ տաղանդ ուներ, ծիրք ուներ, ինքը պատմում էր եւ բոլորը լսում էին, դա մեծերի համար էր, բայց երեխաներ էլ կային։ Դրա համար հեքիաթները մեկ-մեկ դաժան նյութերի մասին են, դաժան երևույթներ են լինում, հա, բանի ընթացքում, որովհետև այդ պատմությունները երեխաների համար չէին։ Եվ շատ հետաքրքիր է, որ դե պատմությունը, քանի որ գրած չի, չէ, ոչ մի փաստ չկա, մեկը լսում էր, գնում էր օրինակ կողքի գյուղը կամ
կողքի քաղաքը կամ կողքի երկիրը ու պատմում էր, բայց փոխում էր իր ձևով, իր հիշելով, մի քիչ ավելացնում էր, մի քիչ պակսացնում էր, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ եւ համադրում էր այդ միջավայրին։ Եթե տարբեր երկիր էր, փորձում էր, որ այդ երկրի սովորությունները հարմարեցնում էր։ Եվ օրինակ, եթե վերցնեք կարմիր գլխարկը տարբեր տեղերի բանը, ահռելի մետամորֆոզներ ապրել, մինչև հասել մեր օրերը եւ հիմա էլ դեռևս փոփոխությունների ենթակա հեքիաթ է։ Այո։ Այսինքն հեքիաթները, որոնք հիմա ծնողները երբեմն բողոքում են, որ երեխաները չեն հասկանում, պատմությունները դաժան են, երեխաները հազար ու մի հարց են տալիս, ուրեմն պետք է արդեն փաստենք, որ հեքիաթները ի սկզբանե նախատեսված չեն եղել փոքրերի համար եւ հենց այդ պատճառով է այնտեղ կյանքից վերցրած իրական պատմություններ, դաժան, երբեմն դժբախտ եւ սրանք փաստորեն երբ որ արդեն ադապտացվել են եւ դարձել են երեխաների համար, ամբողջովին պատմությունը հնարավոր չէր փոխել։ Պատմությունը ուղղակի ինչ որ չափով հարմարեցվել է փոքր երեխաների համար եւ հեքիաթները այսօր ավելի դարձել են երեխաների համար եւ հիմա էլ մեծերը չունեն հեքիաթներ։ Այդ հեքիաթները, ինչպես ասացիք, metamorphosis, այո, մետամորֆոզների են, փոփոխության են ենթարկվել եւ երևի 1600 թվականներին մի հատ իտալացի կար, որ առաջի անգամը սկսեց գրել, եւ հետո եկավ Չարլզ Պերոն Ֆրանսիայի, որ կարմիր գլխարկով սկսեց ինքն էլ գրավոր գրել, որ երբ որ գրավոր կա, դե այլևս չես կարող փոխես, չէ՞։ Այո, փաստ է արդեն, որ պատմությունը ինչպիսին է։ Եվ եթե նկատած լինեք, հայերենով չգիտեմ ինչպես է, բայց անգլերենով երբ որ այդ հեքիաթները գրվում է, հա, ուրեմն վերնագիրի տակը գրում է retold, ոչ թե rewritten, retold, հա, վերապատմված, իր մեկնաբանությունը այդ հեքիաթի։ Բայց այդ հեքիաթները նույն ժամանակ երեխային տալիս են թռիչք իր բանի երևակայության, որը շատ լավ է։ Նաև կարծրատիպերն են առանց հասկանալու ամրացնում։ Ընդհանրապես, եթե նայեք այդ հեքիաթները, տղամարդն է, չէ՞, որ միշտ հզոր է, եւ պիտի գնա ուժեղա, պիտի գնա որսանին, փրկի, չգիտեմ, այդ քնած գեղեցկուհին երևի մինչև օրս քնած կլիներ, եթե չգարու համբյուրեր իրան, եւ կանանց ընդհանրապես շատ մեղմ եւ ոչ կարող դերի մեջ են ներկայացնում։ Հիմա արդեն այդ հասկանալով հեղինակները, հա, մանկական հեղինակները փոխում են դրանք փոխել։ Աղջիկերքին ավելի կարող բանի մեջ, դերի մեջ ներկայացնել։ Եվ այդ կարծրատիպերը ոչ միայն բանի իքական կամ արական սերի մեջ է, այլ օրինակ մարդիկ, որ տարբերվում են մեզանից։ Չէ, օրինակ հատուկ կարիքների մարդիկ կան, չէ, որ ընդհանրապես անտեսվում են կամ համարվում են, որ հասարակության մեջ չպիտի լինեն, չպիտի ընդունվեն կամ չեն ընդունվում։ Հիմա արդեն գիրքեր են հրատարակվում, որ ներկայացնում են երեխային, որ նման մարդիկ կան եւ ինչքան ունեն ավելացնելու մեր կյանքին եւ մեր մթնոլորտին եւ մեր երկրին եւ մեր երկրագունդին։ Նմանատիպ մի հեքիաթ բոլորի սիրելի Մոխրոտիկը կարծես հենց այդ փոփոխության է ենթարկվել, որտեղ Մոխրոտիկը ներկայացվում էր նսեմացած, խեղճ, եւ հիմա նույնիսկ գիտեմ, որ Մոխրոտիկի հեքիաթի մի նոր տարբերակ կա, այ հենց այդ ադապտացված տարբերակը, որտեղ Մոխրոտիկը այլևս այդ
խեղճ եւ ուրեմն ծառայող կերպարը չէ, հա, եւ չգիտես էլ լավ է դա, վատ է դա, ինչ եք դուք կարծում, ինչքանով է ճիշտ հեքիաթը, որը ունի արդեն այդ ձեր ասած գրված պատմություն, փաստացի եւ հեղինակը գրել է շատ տարիներ առաջ հենց այս պատմությունը Մոխրոտիկի կերպարի համար, հիմա վերցնել, փոխել եւ դարձնել մեր օրերի համաձայն, չգիտեմ, ճակերտավոր ասեմ կամ առանց ճակերտի ուժեղ կնոջ կերպար, որտեղ դեռ հայտնի չէ այդ ուժեղ կին ասածը ինչ է եւ այդ ուժեղ կնոջ հետևում ինչ է թաքնված եւ ինչ ենք մենք ցույց տալիս դրանով մեր այսօրվա երեխաներին։ Ճիշտն ասած շատ եմ մտածել այդ հարցի շուրջ։ Եվ ինչու՞ չէ չի կարող լինի անցյալի պատմությունը եւ հիմակվա պատմությունը։ Հա, երեխան թող երկուսն էլ կարդա։ Անգլերեն ասում ենք women hold up half the sky։ Բայց այդ ուժը երբեք չենք ունեցել, հա, որ երկնքի կեսը մենք ենք պահում։ Այո։ Եվ հիմա ինձ թվում է, որ այս նոր գրականությունը ծանոթացնում է կամ առիթ է տալիս, եթե այդ ուժը ունի այդ կինը կամ աղջիկը, ինչու՞ չէ, կարող է եւ գործածի, կարող է եւ զարգացնի եւ օգնի իր միջավայրին։ Հեքիաթը, դասական հեքիաթը Մոխրոտի, կարծես հիմնական ասելիքը սա էր, որ եթե դու լինես հանդուրժող եւ համբերատար, դու կարժանանաս արքայազնի եւ կդառնաս princess։ Կարծես թե հիմնական մեսեջը սա է։ Ես էլ համաձայն չեմ այս ձևակերպման հետ եւ քանի որ մեր հաղորդման անվանումը նաև այնպիսին է եւ բովանդակությունը նաև այնպիսին է, որ մենք փորձում ենք ինչ որ չափով ընդվզել իրականության հետ, ընդվզել այն փաստերի հետ, որոնք համարվում են ճիշտ, ես հենց այս ճիշտ եւ սխալն եմ ուզում հասկանանք։ Արդյոք մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք, որ հնազանդ լինելը եւ համբերելը, երկար ժամանակ համբերելը, լռելը, սա է արժանացնում երջանիկ կյանքի եւ մեծ սիրո, որին արժանացավ Մոխրոտիկը։ Հետաքրքիր է, ժամանակներն էին այդպիսին եւ հիմա ժամանակները փոխվել են, թե մարդկությունը ապրելով եկել է այն եզրակացության, որ պետք չէ լինել հանդուրժող այդ աստիճանի եւ լռել մի բանի մասին, որը քո դուրը չի գալիս եւ պետք է խոսել այն ամենի մասին, ինչը մեզ ցավ է պատճառում։ Ինչ կարծիք եք Մոխրոտիկի եւ նման հեքիաթների փոփոխությունների մասին եւ այսօր նորովի նոր կերպ մեր երեխաներին կարդալ այդ հեքիաթները, պատմել այդ հեքիաթները։ Ինձ թվում է երկուսն էլ կարելի է կարդալ եւ սիրել եւ ինչ որ բաներ քաղել։ Եթե կարող եմ օրինակ Մոխրոտիկի փոխարեն Կարմիր գլխարկը օրինակ բերել։ Սիրով։ Ուրեմն Կարմիր գլխարկը դե ինչպես ասացինք բանավոր էր, չէ՞։ Եվ դա հատուկ թիրախավորված բան ուներ, նպատակ ուներ, այո։ Ինքը գրում էր high society, հա, բարձր հասարակության երիտասարդ աղջիկների համար, որ նոր պիտի դուրս գային բանի մեջ, հասարակության մեջ, այո։ Եվ վերջում ինքը այդ հեքիաթի մեջ բան ավելացնում moral։ Եվ այդ Կարմիր գլխարկի պատմությունը գրում է, որ վերջում սա գայլի մասին է, բայց զգուշացնում է երիտասարդ աղջիկներին այն գայլերի մասին, որ երկու ոտանի են։ Երկու ոտով են քայլում։ Այսինքն մարդուն էր վերաբերում։ Տղամարդու համար էր, հա, ուղղված։ Եվ տարբեր մեկնաբանություններ կան։ Հիմա օրինակ ինչպես metamorphosis-ը այդ Կարմիր գլխարկին փոխվել է, մենք ունենք օրինակ ամերիկյան երեխաների գրականության մեջ Flossie and the Fox, որ ներկայացնում է գիրքը մի հատ բան սևամորթ փոքր աղջիկ է եւ պատմության մեջ աղվես է, ոչ թե գայլ։
Եվ այդ փոքր աղջիկը նույն պատմությունն է, որ գնում է իր մեծ մամայի տունը, բասկետ ունի, ինչ որ բան է տանում, բայց աղվեսը, որ իրան փորձում է ճանապարհից հանի, ինքը ավելի խելացի է դուրս գալիս։ Արդեն կատարելագործված կարմիր գլխարկն է, որ արդեն գիտի ինչպես վարվել գայելի հետ, աղվեսի այս պարագայում։ Աղվեսի հետ եւ չի խաբվում։ Աղվեսը չի կարողանում, նույնիսկ ինքն է աղվեսին խաբում։ Եվ ինչու՞ չէ, դա էլ է կարելի, չէ՞։ Այո։ Բայց թող լինի ուրիշ պատմություն, նոր գրված պատմություն, ինչպիսին ձեր նշած հեքիաթն է։ Եվ դա առիթ է տալիս, օրինակ, ինչքան նման երեխաներ ունենք, չէ՞։ Օրինակ, հիմա ես ամերիկյան գրականության համար խոսեմ, չնայած դուք հայկական գրականության համար հարցրեցիք, օրինակ, մինչև, չգիտեմ, երևի մի 50-60 տարի առաջ, սևամորթ character, կերպար չկար, ոչ մի գրքում։ Եվ այնքան լսել ենք, որ երեխաները կարդացել են եւ իրանց չեն գտե որևէ պատմության մեջ։ Շատ կարևոր է, այսինքն հետազոտությունից հետո, ես իմ կողմից չեմ ասում, հետազոտությունը ցույց է տալիս, որ կարդացողը, գիրք ընթերցողը ուզում է ինքը իրան մի ձևով գտնի այդ պատմության մեջ։ Ինչ որ զուգահեռներ անցկացնի։ Զուգահեռներ, կամ զգացում, կամ ֆիզիկական կերպար, կամ տարբեր։ Եվ եթե չկան նման բաներ, պատմություններ, այդ երեխան դուրս է մնում։ Միմի, որոնք են այն սխալները, որոնք անում են սկսնակ մանկագիրները։ Ունեք այդպիսի հետազոտություն, մանկագիրներ, ովքեր սկսում են գրել, եւ դուք վերցնում եք պատմությունը եւ որպես դրա վառ գիտակ, միանգամից տեսնում եք սխալները։ Որոնք են այդ սխալները։ Ես նման սխալներ, ճիշտ ասած, սա իմ տեսանկյունից է, հետազոտություն չեմ արել, ձեր տեսանկյունից, այո։ Տեսանկյունից ամենաբարձ սխալները բառապաշարն է, որ համաձայն տարիքի, հա, երեխաների։ Համաձայն տարիքի, այո, բարդ բառեր են գործադրվում, օրինակ 3-4 տարեկան երեխայի գրքի մեջ, հա, պատկերները ինչքան թիրախային տարիքը ցածր լինի, այնքան պատկերազարդ պիտի լինի։ Հետո որ նայում եք, օրինակ 10 տարեկանի, 9, 10, 11, 12 տարեկանի գրքերը ավելի քիչ նկարներ ունեն։ Այո։ Դա բնական է։ Բայց օրինակ որոշ գրքեր տեսել եմ հայերենով, որ բառերը, տեքստը եւ պատկերները իրար հետ կոնֆլիկտ ունեն։ Այսինքն որ դու գիրքը բացում ես եւ բառերը տեսնում ես եւ պատկերը տեսնում ես, իրար հետ չպիտի պատերազմի մեջ լինեն։ Որտեղ է այդ պատերազմը։ Որտեղ եք տեսնում այդ պատերազմը։ Օրինակ մի հատ պատկեր է, որ մուկ է, չէ, ամպեր են եւ այլն, եւ ինչ որ տեքստ է գրած այդ ամպի մեջ, որ չի կարդացվում, քանի որ սև տեքստ է, սև ամպի, մուկ ամպի բանի վրա, ֆոնտի վրա։ Դուք տեխնիկական կոնֆլիկտի մասին եք խոսում, ոչ թե տեքստի բովանդակություն եւ նկար։ Հա, հասկացա։ Չէ, բայց ընդհանրապես որպես կանոն պատկերը միշտ պիտի մեջքի կանգնի տեքստին։ Այսինքն մանավանդ փոքր տարիքներում, որ երեխան եթե չգիտի այդ բառը կամ չի կարողանում արտասանի այդ բառը, նայում է նկարին եւ գտնում է այդ բառը կամ հասկանում է բովանդակությունը։ Ուրեմն the illustration, անգլերեն ասեմ, illustration has to support the text։ Ուրեմն նկարազարդողը եւ պատմություն գրողը, հեղինակը լուրջ աշխատանք ունեն տանելու մանկական գրականություն ստեղծելու ժամանակ։ Այո։ Երբ որ մեզ ասում են ոչինչ որ տեքստը բարդ է, երեխան թող կարդա եւ այդ տեքստը հետագայում նրա ուղեղում միևնույն է իր տեղը ունի եւ հետագայում նա այդ բառերը կարդնացնի, այդ բարդ տեքստերը իմաստ չունի, հա, փաստորեն այդ բարդ տեքստերով ծանրաբեռնել երեխայի ուղեղը։ Երեխան
իր տարիքի համապատասխան հետագայում կհավաքի այդ pašարը։ Փոքր տարիքում իսկապես պետք է պարզ եւ հեշտ ընկալվող բառեր օգտագործեն երեխաների համար։ Կարող են մի քանի հատ բարդ բառեր լինեն պատմության ընթացքին, որ կամ բառարանի միջոցով կամ մեհոգի իրանց բացատրի իմաստը, բայց եթե շատ բարդ է եւ երեխան ինքը կարդում է եւ դժվարությամբ է կարդում, եթե դժվարությամբ կարդում է, իմաստը չի հասկանում։ Այդ թող դժվարությամբ կարդա, հետո արդեն հեշտ կկարդա։ Այս դժվարություն հաղթահարելը կարևոր չի, մենք բարդ բառեր ունենանք տեքստերում, որպեսզի նա հաղթահարի այդ բարդ բառերը եւ հետո ավելի բարդ բառեր եւ դրանով զարգանա նրա բառապաշարը։ Ինչ եք կարծում։ Ինձ թվում է, եթե շատ բարդ լինի, իր հասկացողության մակարդակից շատ բարձր լինի, չի կարդա։ Եթե կարդա, չի հասկանա։ Գուցե հենց սա է երբեմն պատճառ լինում, որ երեխաները գիրքը թողնում են եւ ել չեն ուզում ընթերցել, որովհետեւ դժվար է։ Մինչեւ գալիս են նախադասության կամ բառը կարողանում են որոշեն ինչ բառա կամ նախադասության միտքն են հասկանում, արդեն այնքան բարդ է, որ իրանց հետաքրքրությունը այլևս չկա։ Ուրեմն մեր բախտը բերել է, որտեղ հայերենը ընդհանրապես տառերը հնչում են ինչպես որ գրվում են եւ միշտ նույն հնչյունն են տալիս։ Անգլերենով այդպես չի։ Այո։ Շատ ավելի դժվար է բառը կարդալը անգլերենով, որովհետեւ օրինակ վերցնենք GH, հա։ Այո, դիֆթոնգները կամ դիագրաֆները։ Միմի ինչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, ովքեր ուզում են գրել, բայց չեն համարձակվում դա անել։ Խորհուրդ կտային, որ այդ համարձակությունը ներքին ուժով գտնել, որովհետև ամեն մեկի մեջ կա եւ եթե առաջի անգամն էլ չստացվի, վնաս չունի։ Ես ծանոթ ունեմ, որ 60 տարեկանում, 70 տարեկանում մանկական գիրք է հրատարակել։ Միտքս այն է, որ երբեք ուշ չի։ Եթե ինչ որ գաղափար ունեք կամ միտք, հա, ինչ որ թեմա ունեք, որի շուրջը արդեն մտածել եք եւ կսիրեք, որ շոշափեք այդ թեման, արեք եւ վստահ եմ կստացվի եւ ճիշտ ասած թեմայի հարցով գիտեմ, որ հայկական բանում, կուլտուրայում, օրինակ մահի մասին, հա, դժվար է խոսվում։ Խուսափում ենք միշտ, չցավացնելու համար երեխային։ Որոշ թեմաներ կա, որ չի շոշափվում, բայց շատ սիրուն ձևով կարելի է երեխային ներկայացնել, որտեղ մահը մեր շուրջն է, ուզենք չուզենք։ Եթե ինչ-որ շուն ենք ունենում, կատու ենք ունենում, տատիկ ենք ունենում, այդ մահը միշտ մեզ հետ կա, բայց այնքան սիրուն ձևով կարելի է երեխային ծանոթացնել, որ դա շատ բնական մի բան է, ծնվում ենք, ինչպես որ ծաղիկը ծնվում է, հա, թառամում է, մարդկությունն էլ այդպես է, շատ բնական, եւ շատ սիրուն պատմություններով կարող ենք նման թեմաներ ներկայացնենք մեր փոքրիկներին եւ առիթ տանք, որ ծնողները ավելի հեշտությամբ բացեն այդ բանը դիալոգը, երկխոսությունը երեխայի հետ։ Եվ շատ կարևոր են այս երկխոսությունները, որովհետև երեխաները բախվում են առաջին հերթին տատիկ-պապիկների մահվան հետ, հետո այո, կենդանի են ունենում, կենդանին է սատկում եւ եթե նրանք արդեն պատրաստված լինեն գրքերի, պատմությունների միջոցով ծանոթանան այս երևույթի հետ, շատ ավելի գիտակից կմոտենան այս երևույթներին եւ սթրեսը այդքան մեծ չի լինի եւ ավելի հեշտ կհաղթահարեն կորուստը։ Արտասահմանում շատ տարածված է այս գրականությունը, մանկական գրականության մեջ այս թեմաները եւ սրանք ուրեմն շարքերով թեմաներ են, որոնք երեխայի էմոցիաների մասին են եւ բոլոր էմոցիաները հերթով շատ գեղեցիկ փոքրիկ պատմություններով եւ շատ նուրբ նկարազարդումներով անդրադառնում են այս բոլոր թեմաներին եւ երեխան իսկապես որ ներքուստ պատրաստ է լինում։ Ամենակարևորը հենց կորստի սթրեսը, որ երեխաները շատ ծանր են տանում։ Եվ միայն ծանոթացումը չի, երեխայի
ընտանիքում, եթե ինչ-որ բան ա պատահել, առիթ ա տալիս, որ ինքը զգա, որ մենակ չի։ Այդ կերպարը այս բանի մեջ, պատմության մեջ նաև ունեցել է նման բան։ Այո։ Միայն իր հետ չէ, որ պատահեց։ Այո։ Իսկ տաղանդի գործոնը Միմի ինչ է կարծում, ինչքանով է կարևոր, օրինակ, եթե մեկը, որ սովորել է բոլոր այդ հմտությունները մանկագիր դառնալու, հնարավոր է, որ մի անհամ, անհոտ մի բան ստացվի, պահպանելով այդ բոլոր ստանդարտները։ Իհարկե։ Քանի որ չուներ այդ շնորհքը եւ տաղանդը։ Իհարկե, բայց նաև նշեմ, որ օրինակ նորից Ամերիկայի համար եմ խոսում, շատ մանկական գրքերը, որ հրատարակվել են, որ հիմա որպես կլասիկ են համարվում, ժամանակին չեն թույլատրվել օրինակ դպրոցներում կամ գրադարաններում։ Արգելված են եղել։ Ինչու՞։ Դե հենց օրինակ Charlotte's Web-ը, որ շատ անմեղ մի բան է, կամ Where the Wild Things Are, հա, Maurice Sendak, տարբեր թեմաների կապակցության, կամ թեկուզ The Velveteen Rabbit, եթե չեմ սխալվում, որ շատ սիրուն պատմություններ են, շատ սիրուն պատմություններ են, Charlotte's Web-ը թարգմանվել է հայերենի, եւ շատ սիրուն պատմություն է, բայց ժամանակին բան էր, արգելված էր, որովհետև սարդը վերջում մահանում է, բայց շատ դրական ձևով բացատրում է, որ իմ ժամանակս եկել է, ես իմ Սարդոստայնս հյուսել եմ եւ իմ բալիկներից արդեն 400-500 սարդիկներ կշարունակեն իր էությունը, հա, նման թեմաների համար ժամանակին արգելված էին, բայց հիմա դրանք դարձել են կլասիկ։ Հետ գնալով տաղանդը, այո, էդի չեմ կարող ճիշտ ասած ոչ մի կարծիք հայտնել, վստահ եմ, որ տաղանդ էլ պետք է, իհարկե, բայց այսօրվա ոչ տաղանդը կարող է 20 տարի հետո որպես տաղանդ համարվի։ Այսինքն էլի ստանդարտների հարց է։ Ով գիտի։ Միմի, իմ յուրաքանչյուր հաղորդման ավարտին ես ներկայացնում եմ Արևիկ հրատարակչության հրատարակած որևէ մի մանկական գիրք։ Եվ այսօր ես ուզում եմ ներկայացնել այն գիրքը, որ հենց ձեր դասընթացի ընթացքում է ծնվել եւ ձեր խրախուսելով, ձեր վստահությամբ է ծնվել այս գիրքը, խոսքը Տաթևիկ Ավետիսյանի Սերմիկը գրքի մասին է, մի հրաշալի պատմություն, որ եթե չլիներ ձեր աջակցությունը, ձեր խրախուսանքը Տաթևին, երևի թե Տաթևը չէր հայտնվի մեր հրատարակչությունում, չէր պատմի իր պատմության մասին, ես էլ չէի սիրահարվի այս գրքին եւ պատմությանը եւ մենք չէինք ունենա այս հրաշալի գիրքը։ Գուցե կունենայինք, բայց ոչ միասին։ Կպատմեք մեզ այդ գրքի ստեղծման մասին, ինչպես եղավ առաջին անգամ, որ լսեցիք այդ պատմությունը եւ ինչ տպավորություն թողեց պատմությունը ձեզ վրա։ Ճիշտ ասած, Թադևիկն եւ ես կոլեգաներ ենք եւ մի օֆիսում էինք գտնվում ու մի օր Թադևիկը ասաց, որ ես նման միշտ ուզեցել եմ մանկական գիրք գրել եւ նման բան թեմայի շուրջ գաղափար ունեմ, ասամ, վայ, ինչ լավ է։ Հետո բան արավ, ինձ ուղարկավ email-ով եւ եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ հիշում, անգլերենով էր։ Այո։ Առաջինը, այո, որ ուղարկեց։ Այո, այն հետո թարգմանվեց հայերեն։ Թարգմանեց հայերեն եւ իհարկե լայնացրեց, այն ժամանակ շատ կարճ էր, սակավ ավելի փակված էր պատմությունը, բայց ստեղծվեց հրաշալի մի պատմություն։ Եվ ձեր շնորհիվ պատմությունը դարձավ գիրք եւ ոչ միայն գիրքը դարձավ ինչ որ հրաշալի մի բան։ Այսինքն դուք տեսակ գիրքից անց, ինչ որ բան ներկայացրակ այդ գիրքը փաթեթավորված, որովհետեւ Սերմիկի մասին է, էկո գրիչը, որ Սերմիկ ունի իր
գրիչի ծայրին եւ այդ փաթեթի մեջ կա արդեն ծաղկամանը կավից, հողը տոպրակով, այո, եւ այսօր ես կներկայացնեմ հաղորդման վերջում, քանի որ գաղափարը Տաթևի, որ գիրքը անպայման պետք է լինի այդ էկոգրիչով, որի ծայրին սերմերն են, որպեսզի երեխաները իրենք տնկեն եւ տեսնեն ծիլերը սերմերի, ես մտածեցի եւ ասեցի Տաթև արի տուփ սարքենք, տուփով մեջը տուփը ներառի հենց ծաղկամանը, հողը, որ երեխան բացի տուփը հենց տեղում գիրքը ընթերցելով ծաղկամանի մեջ լցնի հողը, սերմերը ցանի եւ ջրի ամեն օր եւ հոգ տանի եւ տեսնի ինչպես է իր ցանածը ծիլ տալիս, քանի որ ամբողջ փիլիսոփայությունը գրքի հենց դրա մասին է, հենց այդ հոգատարության մասին է, ոչ միայն բույսի նկատմամբ, այլ մեզ շրջապատող ցանկացած կենթանի էակի, որի մասին եթե հոգ տանես, գուցե մարդկությունը այն ժամ կլինի շատ ավելի հոգատար ու երջանիկ։ Եվ ինքան հպարտ եմ եւ ուրախ, որ ես մի հատ փոքր մասն եք կազմում, այո, այդ ամբողջ process-ի մեջ։ Ես էլ շատ հպարտ եմ, որ ձեր նման վառ մարդը, լուսավոր, այդքան քաջալերել է Տաթևին, որ անպայման կյանք տա այդ գրքին եւ իսկապես դա այդպես էլ եղավ, դա էլ ձեր հոգատարությունն էր հենց այդ պատմության հանդեպ եւ շատ շնորհակալ եմ վստահության համար, որ վերջի վերջո գիրքը հրատարակվեց մեր հրատարակչությունում եւ ես այնքան հոգատարությամբ եմ վերաբերվել, երբ որ սկսեցինք այդ տուփերը պատրաստել, ես ամբողջը իմ ձեռքով եմ տեղադրել, ամբողջ այդ ծաղկամանները, հողը, երբ որ լցնում էինք տոպրակների մեջ, ինքս գնացել եմ, հողը գնել եմ եւ երբ որ Տաթևը մտավ, տեսավ այդ տեսարանը իմ սենյակում, չեք պատկերացնի ինչ հաճույքով ենք սկսել միասին այդ ամբողջը ձեռքով դնել, ամբողջ տուփերը ձեռքով են հավաքվում։ Այնպես որ ես ինքս շատ սեր ու հոգի եմ դրել գրքի ծնվելու մեջ։ Եվ հայտնի է, այդ հոգատարությունը, բծախնդրությունը, ամեն ինչ տեղին, դասավորված, բանտիկով։ Ես հիշում եմ մեր աշխատակիցներից մեկը, որին խնդրել էի, որ քաղաքում չէի լինելու եւ պետք էր այդ տուփերը սարքել եւ խնդրեցի, ասացի, խնդրում եմ այդ տուփերը նույն հոգատարությամբ պատրաստիր, մինչեւ ես վերադառնամ, ուրեմն այդ թելը, որով ժապավենը կապում եմ ես եւ մի հատ էլ վրան թղթիկ կա, փոքրիկ, որի վրա իմ ձեռքով, իմ ձեռագրով գրում եմ հատ-հատ ամեն մեկի վրա գրում եմ հոգ տար ինձ համար։ Հիմա զանգ տվեց մեր աշխատակիցը, ասեց, լսիր, իմ ձեռագիրը պետք է տարբերվի քեզանից, գոնե դրանցից գրեիր, թողնեիր, որ ես կարողանայի ժապավենը կապել, եւ փաստորեն ինչ որ մի մաս գրախանութներում, երբ որ հայտնվեց, արդեն ոչ իմ ձեռագրով է, բայց նույն հոգատարությամբ եւ նույն սիրով։ Միմի, շատ շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն էիք։ Կարծում եմ մանկագիրների համար շատ կարևոր տեղեկատվություն տվեցիք եւ կարծում եմ սա կարելի է համարել մի դասընթաց նրանց համար, որպեսզի նրանք ուշադիր լինեն իրենց պատմություններին եւ հաշվի առնեն այս բոլոր նրբությունները։ Շնորհակալ եմ, որ այսօր Սաբոտաժի հյուրն էիք։ Ես էլ շնորհակալ եմ հրավերից, հույսով եմ, որ կարողացամ ճիշտ ձևով արտահայտվեմ եւ ձեր հմայիչ հայերենով։ Շատ սիրուն ասեցիք։ Ասում այ է դրանից 2 հատ։ Եթե չլիներ ձեր support հայրեն, ես էլ արդեն դառա միմիի պես, ձեր աջակցությունը։ Դե կարամ քանդեմ բանտիկից վեր, արագ անեմ, գիտեք, երեխեք։ Հիմա ես կփորձեմ սա արագ քանդել։ Հետո չն ու չն, ջն ու գն ու քն շատ է, մի տեսակ արդեն ասակար։ Թողենք են առաջինը։ Այսօր ձեզ եմ ներկայացնում Տաթևիկ Ավետիսյանի Սերմիկը գիրքը։
Տուփի մեջ գրքից եւ էկոգրիչից բացի կգտնես կավե ծաղկաման եւ փոքրիկ պարկով հող, որտեղ էլ կարող ես տնկել սերմերը։ Իսկ թե ինչ ես ցանել, կիմանաս միայն սերմը ծլելուց հետո։ Այսքան փոքրիկ գրքում կյանքի մի ամբողջ ընթացք է տրված, սերմիկ լինելուց մինչև սերմիկներ տալը։ Տեքստի յուրահատուկ ոճը եւ պատկերապատումը համադրվելով զարգացնում են երեխաների լեզվամտածողությունն ու երևակայությունը։ Գրքից զատ այնտեղ կգտնես աճող էկոգրիչ։ Աճող էկոգրիչը տնկիր ծաղկամանում, իհարկե այն օգտագործելուց հետո։ Գուցե հենց այդ գրիչով ինքդ մի նոր հեքիաթ գրես, իսկ այն տնկելուց հետո խնամես աճած բույսը։ Գրիչի պոչիկը պարունակում է անակնկալ բույսի սերմեր։ Միջուկը վերջանալուց հետո տնկիր այն հողի մեջ թեքությամբ, պոչիկը ներքև։ Եվ իհարկե հիշիր բույսը ջրելու և սիրով խնամելու մասին։